Պարասյան, դուք տեղամասերից մտահոգիչ ինչ ահազանգեր եք ստացել։ Տեղամասերից հիմա գծի հետևից նոր հեռուստատեսությամբ էլ հավանական է արդեն գծել են, որ այնտեղ մի հատ խանութ կա, ինչ որ մարդիկ մտնում են այնտեղ, հետո մտնում են ուրեմն տեղամաս։ Այսինքն դա ինչ է նշանակում, մի հոգի չէ, երկու հոգի չէ, 50 հոգի չէ, մտնում են սիրուն այդ խանութը ու գնում են այնտեղ։ Ուրեմն այդտեղ պետք է մի հատ խորանալ։ Կարող է երշիկ են մտնում վերցնելու այս պահին, բայց երշիկ ձեռքերը չկա, ոչ էլ հաց կա, բայց ինչ պահ է, որ մարդիկ մտնում ու գնում են։ Չեմ եք գյումրեցիների, ովքեր ըստ Տարիկ Մինասյանի չեն ցանկացել Արցախում ծառային փող են տվել, որ իրենց երեխաները ազատվեն եւ Ղարաբաղը ըստ իրա բաց տեղ է։ Բա իրավական ոլորտը ինչ է անում, եթե այդպեսի մարդիկ կան։ Եթե նմանատիպ հայտարարություն են մարդիկ անում ու իրավական ոլորտը տեղիք չի տալիս, չեն խորանում այդ հարցերի մեջ, ես զարմանում եմ։ Նմանատիպ մարդիկ պետք է քրորեն պատասխանատվության ենթարկվեն, ովքեր որ փող են տվել ու չեն ծառայել Հայաստանի Հանրապետության։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է։ Ազդեցությունը զգում եք ընտրությունների Սարիկ Մինասյանի ԱԱՑ-ական եղբոր ազդեցությունը այս ընտրություններին։ Այո, ԱԱՑ-ի իր եղբոր ազդեցությունը զգում ենք, քաղաքում լուրեր են պտտվում, մարդիկ ուրեմն տանում են, զգացացնում են, բան այդպես ամբողջ քաղաքը որ հարցնեք, մեծամասնությունը դա ձեզ կասի։ Դրա համար ես մի երկու անգամ բարձրաձայնել եմ ընդդեմ։ Պարոն Ղուկասյան, ԿՊ-ն ձեզ թիրախավորում է անընդհատ։ Գովազդի տակ ասում եք դուք, եթե ընտրեք Վարդան Ղուկասյանի կրիմինալը հետ կգա, չգիտեմ, ձեզ անդադ է դրա հետ եք կապում։ Այդ որ քեզ հանձնարարել են քո տերերը, սպասի ասել ես պատասխանում եմ։ Ասում եք թողեք պատասխանը։ Հիմա դուք վիավորական ձևով ուշքում եք կողմ։ ԿՊ-ն է ձեզ թիրախավորում, ասում է որ եթե ասել ես հարցը տվել ես։ Կոռեկտ։ Տվել ես հարցը։ Դու ինձ մի չասես, կոռեկտ քեզ դու պահի, տղա ջան, ես քեզ էլ չեմ պատասխանի։ Ուրեմն այ քեզ ինչ եմ ասում։ Քեզ նա ինչ եմ ասում, էլ չեմ պատասխանի քեզ։ Ուրեմն դու երբ ինձ տեսնում ես, այդ հարցերն եք տալիս։ Այդ նավթալինի հոտը, որ գալիս է, ուրեմն նավթալինի հոտը, հիմա այ մենք այնտեղ ըստ անունը ինչ եք։ Անունը ինչ է։ Վահե։ Որը բանն ես կառույցն ես։ Այդ ինձ չպատասխան։ Ես քեզ չեմ պատասխանում։ Ասեք։ Կանանցիաների հետ կապված տեսանյութ էին տարածել, թե ինչպես եք դուք խոստովանություն անում, որ կեղծ արաղներ ու կոնյակները կշշալցրել, ծախել ու դրանով հարստացել եք։ Ջան, Սիրուն ջան, հանգիստ եղի, բան չկա։ Քեզ էլ կտանք այդ արաղներից, կոնյակից էլ կտանք, որ լավը զգաք։ Էլ ուրիշ հարցեր կան երեխեք։ Երեխաներ, հանգիստ եղեք։ Հանգիստ եղեք։ Քանի որ հայտարարում եք, որ քաղաքացիական պայմանագրի հետ ճանապարհ չունեք գնալու Արցախը հանձնածների հետ, եթե դուք ընտրվեք քաղաքապետ, դուք ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը կառավարության իշխողություն։ Բազմիցս ասել եմ, եւս մեկ անգամ ասում եմ։ Ուրեմն տեղական ինքնակառավարում նշանակում է հավաքագրել սեփական եկամուտները եւ ժողովրդի ունեցվածքը, ժողովրդի հասանելիքը, որը դոտացիայի մաս բաժնով պետք է անպայման երկրի բյուջեից մաս հանում արվի, բայց ես անպայման կառավարությանը դադի եմ տալու, որ 85 միլիարդ քաղաքից գումար են հավաքում, ընդամենը տալիս են քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, որ պիտի տան 27-ից 30 միլիարդ դրամ։ Հիմա դրա համար ես դիմելու եմ, որ ընդրվեցի ավականով, որ իրենց սխալը, եւ չգիտեմ, եթե սխալ են արեկամ, ասենք վերցրել են, անպայման ուղեն, եթե ոչ տալու եմ դատարան, մինչև Եվրոդատարան գնալու ենք եւ կլինի առաջին դեմոկրատական ուրեմն քայլը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքապետարանը դադի է տալիս կառավարությանը։ Սա առաջի անգամ է լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ես գիտեմ, որ ինքը ցույց է տալիս իրեն, որ ինքը ինչ որ դեմոկրատական այդ բաները պահելու է, եթե քաղաքի հետ կապված ինքը ճշմարտությունը տեսնի ու չուրախանա ու դրան չմասնակցի, ուրեմն մենք կմտածենք այլ ձևով իր նկատմամբ։ Իր հետ կոալիցիա կկազմեք Լևոն Բարսեղյանի։ Լևոն Բարսեղյանի հետ էլ կոալիցիա չեմ կազմի, որովհետև ինքը ԼԳՏԲ-ին հովանավորում է։ Ես ԼԳՏԲ-ին, որ ես երկրում ով տրանսգենդերներին եւ մնացած այլասերվածներին, ովքեր տեղ են տալիս, միանշանակ հայոց եկեղեցին մեր նախնիները դեմ են եղել, ես միանշանակ դեմ եմ եւ չեմ ուզում, որ երեխաները փչանան։ Հաջողություն։ Հաջողություն։
Ուրեմն Մանասեի թագավորի հետ կապված, ուրեմն դա շատ կարևոր պատմություն է, Մանասեի թագավորի աղոթքը, Տեր ամենակալը, ես ասում եմ, եւ 50-ական պասին անպայման յուրաքանչյուր հավատավոր քաղաքացի պետք է Տեր ամենակալը անպայման ասի, Մանասեի թագավորի։ Այդ մեր մեծերի, մեր նախնիների խրատներ, Մանասեն չլսեց իր հոր խրատները, որ Իսրայելի ժողովրդի Աբրած կյանքին չլսեց եւ այդպիսի ուրեմն պատժի արժանացավ։ Հետո այդ աղոթներով դարսի եկավ եւ 40 ուրեմն խորը փոսի մեջ 40 օր աղոթք էր անում ու հոր այդ փոսը լցվավ 40-րդ օրը այդ երկրի թագավորին Աստված տեսիլքով եկավ եւ ասեց գնա Մանասեի թագավորին հանի։ Բացեցին որ Մանասեի թագավորը կենտանի է եւ այդ հորը լցված է եւ ասեց Տեր ամենակալ Աստված Աբրահամու Իսահակ Հակոբյա եւ Զավագին օծարտարոց ամենակալ Տեր թողս մեղս իմ։ Պարոն Ղուկասյան, ձեր ընդդիմախոսները ասում են, որ Վարդան Ղուկասյանին լուրջ մտահոգ գյումրեցիները ձայն չեն տալու են կրկեսի սիրահարները, այսպես ճարտար խոսքի սիրահարները։ Դուք եք այդ մարդկանց ձայներին միայն հավակնում։ Ով է ասում։ Ընդդիմախոսներից։ Ընդդիմախոսներից։ Ես մեղքում եմ իրենց։ Աստված թող իրանց խելք ու շնորհք տա։ Շատ մեղք են, այո։